տևական ժամանակ ես զբաղվել եմ այդ գործով, գրեթե անխտիր ճանաչում էի այնտեղ մարդկանց, ովքեր ի վիճակի էին պաշտպանություն կազմակերպելու, տարբեր խորհուրդներ ունեի տալու։ Բակո Սահակյանը մի քանի ժամ հետո ինձ ասեց, որ այստեղ չի գործող նախագահը, գնացել է Մարտակերտ, այնտեղ վիճակը որոշակի լարված է։ Ես արդեն ինչ որ բան զգացի, որովհետեւ եթե մարդը իմ խորհրդի կամ աջակցության կարիք ունենար, ձևը կգտներ, էլի, այսինքն Ղարաբաղի տարածքը Ռուսաստանի տարածքը չէ, էլի, որ մի կողմից չկարողանաս հասնել եւ այլն, եւ ցավոք սրտի այդ վատ կանխազգացումը ինձ չխաբեց, հաջորդ օրը Բակո Սահակյանը ասեց, որ ներողություն է խնդրում գործող նախագահը եւ նա չի կարող ընդունել, որովհետեւ չասեմ, էլի։